ամեն շաբաթ այսօրը այս ժամին նոր եթերաշրջանում եւս ես նախապես պատրաստվելու եմ եւ ասեմ ողջույն եթերում թաքնված ուպսն է ֆանֆարներ Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ իսկ հիմա ծանոթացեք այն թեմաներին որոնք դուք տեսնելու եք այսօր Մոլորված ուսանողները Քնության եմ էլի ուղղակի կարաս ասես 5 անգամ երկու ինչ անում Տոս Հեսա շուտ հենց ասեմ գա մի անգամ սպասի գա Ուղղակի միջև վերջում բարձրացեք բժշկական համալսարան Գնամ բժշկական համալսարանում դասի նստեմ Դեռ ճիշտ ես ասում կարելի է Այս բակետ չանենք ուպսի աչքերով Գնալեք կարող այն իմանայք ես կողմերում Բաղրամյանն է, չէ։ Հա, զոր դեպ։ Բաղոր գնամ ընդ ինձի գողան դուրս։ Ջան, մռոտ, բարև։ Սիշ լավն ես դու ես։ Լավն ես Կյանք է կար արևը Այսօր սեպտեմբերի 21-ն է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը Շնորհակալություն մեր անկախությունը կերտողներին Ուռա այս ծափահարությունները ձերն են Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ Սեպտեմբեր կամ սեկտեմբեր Հեչ կարևոր չէ թե ով ինչպես է կոչվում այս ամսվանը Կարևորը որ ամառային այս դատարկությունից հետո քաղաքը լցվում է Բուխ, ուսանողություն, աշխատանք հանգստից հետո Ու այսպես Երևանի փողոցները լցվեցին Հենց այսպես Երևանը լցվեց ուսանողներով Մարդիկ ովքեր բավականին շատ ուսանողական հարցեր ուներ Մեկը իր բուհը չի գտնում, մեկին գրիչը անհրաժեշտ, մեկը պատճենահանման ինչ-որ տեղ է փնտրում Մի խոսքով շատ ուսանողական, բայց հումորային հարցեր, որոնք մենք ուղեցինք մեր համակարգացիներին Տեսեք թե ինչ են կարել Երբ սեպտեմբերն եկավ, մենք պայուսակ բռնեցինք, մանկավ պարտեզն ավարտած, դեպի դպրոց գնացինք։ Բարև ձեզ, մի բան հարցնեմ էլի, այս մի շաբաթա դասերը սկսել է չեմ կամ համալսարանի տեղը գտնեմ, որտեղ է համալսարան, որը խորհուրդ կտակ, որ ես ընդունվեմ։ Սահմանական համալսարան Այդ որտեղ է։ Միտասի վրա Ինչ բաժին կա այնտեղ, խոհարարական կա։ Չէ, չգիտեմ Իսկ կարող եմ այդ ճտիկով գրիչ ունենալ, այնտեղ ճտիկով գրիչ են, լավ էլի, ինչ կլինի։ Մի հատ ճանապարհը գոնե ցույց տվեք։ Ոնց գնա մարշրուտկա ինչ նստեմ։ Բարև ձեզ։ Ո՞վ խնդրեմ։ Մի շաբաթա դասերը սկսել է համալսարանի տեղը չեմ կարողանում գտնել, որ գնամ դասի։ Մի շաբաթա սկսել է Հա։ Հեղակայեք Ինչ։ Հեղակայեք Չէ։ Նոր է սկսել Ինձ մի շաբաթ առաջ քաղաք են ուղարկել արդեն։ Որ պատրաստվեք Չէ, նոր է սկսվել դասերը Իսկ որտեղ է համալսարանը։ Քանի հատ կա։ Որ համալսարան, որ բաժին եք սովորում Դեռ չեմ սովորում, ուզում եմ որոշեմ որտեղ գնամ, որտեղ խորհուրդ կտակ։ Ինչ ահարկանել Խոհարարական։ Այդ համալսարան չի Մասնավոր դասեր կա։ Մասնավոր դասեր տան Բայց ինչի՞ն եք այստեղ քննություն տվել։ Ինչի քննություն եք տվել Արագ կտրատելու դանակների։ Այնտեղ մի հատ ֆանտաններ կար, այդտեղ մոտավորապես չգիտեմ, այս քաղաք փողոցներով Գյումրիից։ Իսկ Էժան Քսերոքսանովի տեղ կա։ 4 Լուրջ է։ Ապարիկով էլ եմ։ Մեր Գյումրին 2 դրամով են անում։ Հա։ Լեննական։ Լեննականը որտեղ է։ Զորի կողմն է, Չէ։ Ուրեկի մոտը։ Քնության եմ էլի ուղղակի կարաս ասես 5 անգամ երկու ինչ անում Տոս Հեսա շուտ հենց ասեմ գա մի անգամ սպասի գա Մի բան հարցնեմ, էլի կարող է Էժան Սերոքսի տեղ իմանաք Հան, չոր Էժան են, ավելի Էժան 5 դրամ, ավելի Էժան չկա Չէ համար
Դե էժան, ինչքան էժան լինի, ինքան լավ էլի։ Դրանից երևի էժան չճարի։ Հա, լավ, մերսի։ Ժողովի մոտ։ Հա, լավ։ Բարև ձեզ, մի բան հարցնեմ էլի։ Բանը, այս մի շաբաթա դասերը սկսել է համալսարանի տեղը չեմ կարողանում գտնել, ինչ կասեք։ Ինձ մեր ռայոնից մի շաբաթ առաջ են ուղարկել նախապատ։ Բարեցես, մի հատ բան խնդրում էլի, մոտ համալսարանի տեղը կասեք։ Ինչ համալսարան։ Իսկ քանյա համալսարան կա։ Հենց ստեղ։ Ստեղ։ Չեմ կարող ասեմ։ Չէ, ստեղ չէ, Երևանում։ Դու ինչ համալսարան ես ուզում։ Չգիտեմ, ես շանում եմ էլի դասից ուղղակի, մի շաբաթա չեմ գնացել։ Ինձ կհանեն, հետո ես այդ վարձը ոնց եմ տալու։ Դու ինչ համալսարանի հետ ես, բայց հարապես Մի շաբաթա չեմ գնացել, հասկանում եք, կհանեն ինձ։ Իսկ կարող է որ համալսարանի ծանոթ ռեկտոր ունենա այդտեղ խոսանք։ Իսկ սերի հաց ստեղ որտեղ ես կարող։ արժիքներում։ Խանութներում։ Ոնց անեմ, ոնց գտնեմ։ Բավոր ինձի դուս անեն համալսարանից, ես այդ վարձը ոնց եմ տալու։ Սերի Երեխեք ավելնոտ գրիչ ունեք։ Հա, ոչինչ, որ տակ ամբողջ կիսամյակ և չեմ արնի գրիչ, էդ էլ կօգտագործեմ։ Իսկ մի բան էլ էլի հարցնեմ, երեխեք, մի շաբաթ են դասերը սկսվել է, բայց ես համալսարանի տեղը չգիտեմ որտեղ եմ դասի գնալու, ինձ համալսարանի տեղը կբացատրեք գնամ։ Պետական համալսարանի կամ որն էլ բացատրեք կգնամ դասի կնստեմ, կապ չունի։ Ինչ-որ մի հատ համալսարանի տեղ բացատրեք, կապ չունի, կգնամ կնստեմ։ Գնացեք, Հա, ուրեմն միջև վերջ բարձրացեք բժշկական համալսարան։ գնամ բժշկական համալսարանում դասի նստեմ։ Որ լավ ճիշտ ես ասում, կարելի է։ Այդքան շատ է համալսարանները ստեղ։ Հարյապես ընդհանրապես համալսարան են ասում։ Կոնկրետ տենց համալսարան ես գիտեմ որ պետականն էլ է, չէ՞ որպես մայր հայ համալսարան։ Այդտեղ հացի փուռ կա։ Լավաշ բան են թխում այդտեղ։ Ակավան կա։ Կներեք, որ խնդրեմ համալսարանի տեղը կասեք։ Որ համալսարանի։ Չգիտեմ, որ նա էլ ուղղակի դասից ուշանում եմ ուշը արդեն։ Որ ասեք, որ համալսարանի կասեմ տեղը։ Խիստը քանի հատ համալսարան կա։ Շատ։ Ես չգիտեի։ Ես մի շաբաթ արդեն դասի չեմ գնացել, ինձ եսա։ Դու ոնց եմ վարձս տալու։ Ավելնոտ գրիչ ունեք։ Իսկ ավելնոտ տետր ունեք։ Կանոն։ Այո։ Դե բոլորը տվեք ինձի, որ ես էլ ոչ մի բան չանեմ, գնամ դասի նստեմ։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ մի հատ համալսարանի տեղը կասեք։ Որ համալսարանի։ Խիստը քանի հատ համալսարան կա։ Չգիտեմ, ես Մանկական եք տեսնում, մեծական եք տեսնում։ ես ուղղակի Մանկական համալսարան։ դասից ուշանում եմ, էլի ես մի շաբաթա չեմ գնացել, ես ոնց եմ տալու այդ վարձը։ Լավ մեր խոչիշներ։ Մերսի, նա ձեռքով արեք էտեղ։ Բարև ձեզ, կներեք էլի մի բան հարցնեմ, այս փողոցով հենց նոր մի աղջիկ անցավ, սենց երկար մազերով ու… Հեյ, աղբերս, լավ ես, անգերո բան չի պատահել, խոսա, հեչ մի անագստացեք, ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, ուղղակի բայելեք, որովհետև սա թաքնվածուպսի հերթական թեման է, ձեր կյանքում ծիծաղն ավելացնելու համար։
կներեք, որ խնդրեմ մի րոպե կսպասեք։ Որ խնդրեմ չեք ասի, սենց ուղիղ հետում ենք Բաղրամյանն է, չէ։ Հա, զոր դեպ։ Տեղից որ թեքվում եք, որ փողոցն է։ Գիտեմ, որ ասեք ով է կուզում գնա քննարկանը միշտ բանալով։ Չէիր ասի, ոնց գնամ աղբեր Չարենցի փողոցից։ Չարենցի փողոց։ Ուղիղ հելնում ես, մինչև պետական համալսարան գիտես։ Շախմատի տունը գիտես։ Չէ։ Թենիսի կորտերը բաբշե չգիտես։ Ինչ տենիս։ Թենիսի կորտերը գիտես ստեղ։ Չէ։ Ուղիղ գնում ես, մի երկու կանգար էդում ես։ Հետո ընդեղից թեքվում ես, ընդեղ որ հարցին ես իրենք բացատրան։ Ինչ է կբացատրեն։ Ոնց գնաս։ Ուր։ Ուրացիր, Ես։ հա, դուր էիր ուզում գնայի, Չարենց, չէ։ Չէ։ Չարենց փողոց չէի։ Մի անգամ հիշում եմ ծնգերոջս հետ եկանք ու Քեզ Չարենցի փողոցն է պետ։ Չէ, ինչ Չարենց, ով ասեց։ Չարենց չասցի։ Բա ինչ ասցի։ Ես բան եմ ասել։ Բարև աղբեր, որ խնդրեմ չես ասի, ոնց է տամ վերև պլանի գլուք։ Սովորական հետ ուղիղ գնա։ Ոնց տեղը չգիտեմ նա։ Արի հետ մսարի։ Հիմա գնանք։ Բարև ձեզ, չեք ասի Մերգելյան ոնց գնամ։ Մերգելյան։ Սենց չէ։ Հա, աղբերս այս նստում ես, Բաղրամյանը գիտես չէ դե։ Չէ։ Այս տեից որ գնաց 57-ն է դարձան։ Մա անցին դեղ, ընդդեից 57 համա ինչ շուտ է գալիս։ 4-ի։ Թե անցնեմ ընդեղ։ Կամ է ոտով ուղիղ պետք է գնաս 4-ին։ Ուր եմ գնում տենց։ Մերգելյան չես ուզում աղբես։ Չէ։ Ես ասում Մերգելյան։ Էրա։ Չէ, բա որ գնամ ընդե ինձի գողան։ Բարև աղբես։ Մի անգամ տենց ընկերներով գալիս էինք ես կողմով, հետո չես ասի ոնց գնամ բան Ռասիա։ Ոտով ես ուզում գնաս։ Ուր գնամ Ռասիա։ Ռասիա։ Բայց խի գնամ Ռասիա։ Նորա սիրեցում ես Ռասիան պրաս։ Ես։ Հա։ Չէ։ Չես կարող ասես ոնց գնամ մեր տուն։ Եթե ձեր տան հասցեն ասես կորթում։ Բայց ես չեմ հիշում։ Ինչ կարամ անեմ։ Հիշում եմ ընկերներով եկան։ Ինգերնետ որդ են, գիտես։ Չէ։ Թեքվել են իրան։ Լավ բրատ, ոչի բանով չեմ կարող տամ։ Սենց որ էթում եմ Բաղրամյան փողոցն է, չէ։ Օպերա ես հետում մաղբեր սենց։ Բաղրամյան ոնց է տամ։ Հաջորդ բանից աչ մտիկ են, ձախ մտիկ աչ։ Այս Բաղրամյան։ Հա, Բաղրամյանն է քեզ։ Չէ։ Որ փողոցն ես։ Մարդը քեզ սպասում։ Չէ, ուղղակի պետքա գնամ։ Ուր։ Բաղրամյանն է էսը։ Ուզի որն է պետք ինգեր։ Ասա որդ ես ուզում գնաս։
Շրջանային։ Շրջանային։ Հա։ Չէ։ Բա։ Պրասպետ։ Սան շատ ներվերի չտեմ նա ձեռը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են, որ իրենց կյանքի այս մի քանի հաջորդող րոպեները անցնեն անհետաքրքիր, ձանձրալի, տխուր, թող վերցնեն հեռակառավարման վահանակը եւ փոխեն հեռուստաալիքը, որովհետեւ մենք դրա հակառակն անելու համար այս թեմաներն էլ ենք նկարահանել։ Այս Bucket Challenge ուղղի աչքերով։ Մռոտ, բարև։ Ինչ լավն ես դու ես։ Լավն է։ Կյանք է կար արևը։ Յա, ես ում սիրուն աղջիկնա, ես ինչ կյանք ես դու ես որ ցավը տանեմ, կամ այն տարբերակ, յա, կյանք, ես որ ինչ մռոտ ես դու, կյանք, բայց ես որ դու ինչ տուլ ես, ինչ է կատարվում, այս ինչ խառնաշփոթ է, այո, սա իսկապես խառնաշփոթ է, ով ում է ասում այս բաները, ինչ է կատարվում, հանգիստ եղեք, այս ամենը մենք իրար ենք ասում, մենք ուղղակի շատ ջերմ ենք իրար հետ շփվում, իսկ իրականում ուղղակի տեսնել է պետք թե ինչ ենք սարքել մենք մեր համակարգացիների գլխին, ծանոթ անծանոթը։ Կյանք ես։ Այսօր ինչ կյանք ես դու։ Այս ինչ բայց դու։ Բայց դու այսօր ինչ լավն ես։ Գազանս։ Լավն ես դու այսօր։ Լավն է։ Ախր շատ կատաղացն ես է գազան։ Բայց ինչ տեսք ունես դու այսօր, սպանում ես, սպանում։ Դավայ կար կյանքս մեռը սպասելով։ Այս ինչ կյանք ես դու այսօր, վայ։ Կար արևս։ Այս ինչ կյանք եք դու։ Կյանքս ես ինչ լավն ես դու այսօր։ Վաու, ինչ կյանք ես։ Ինչ կյանք ես։ Ախր շատ կատաղացն ես դու այսօր։ Այսօր գեղեցկությանդ մասին խոսք չկա։ Բարոտ էի։ Ինչ դու այսօր։ Բարոտ։ Որա ջան ես ինչ սիրուն ես դու այսօր։ Ինչ կյանք ես դու։ Կատաղած։ Կյանք դու խես այսօր այսքան օտ։ Այս ինչ այսօր քո հագած շորերը, կյանք։ Այս Bucket Challenge, ամենուր ու ամեն տեղ այս Bucket Challenge, հնարավոր չէր լինի ուղղակի շրջանցել այս ակցիան։ Եվ հետևաբար մենք որոշեցինք, որ մենք մեր համակարգացիներին պետք է հնարավորություն տանք, որպեսզի հեռուստատեսությամբ թաքնված ուպսի եթերում մասնակցեն այս ակցիային եւ հենց եթերում մարտահրավեր նետեն իրենց ցանկացած մարդկանց։ Փոքր ջրով, շատ փոքր ջրով, սկզբում կթվա այդպես, այնինչ սառցե դույլը ուպսի։
աչքերով։ Մենք հագնված ուսի անձնակազմը մարտահրավերը մեր նետում ենք Հակոբ Հակոբյանին։ Բարև ձեզ։ Ինչպես եք ձեզ զգում։ Հուսով եմ ծանոթ եք ֆլեշմոբին Facebook-ում, որ տարածված է սառցե ջրերով լցնելը։ Հիմա մենք ձեզ առաջարկում ենք նույնը ոչ միայն Facebook-ում, Facebook-ցիների համար, նաև հեռուստատեսությամբ, եւ դուք կարող եք ձեր մարտահրավերը նետել հայտնի մարդկանցից դերասան երգչուհի համաձայն եք։ Այո։ Հիմա խնդրում եմ ներկայանում եք անազգանուն ում եք նետում մարտահրավերը, ես ձեզ կտամ այս փոքրիկ տարան, որի մեջ ջուր է լցված։ Մի քիչ այն կողմ կկանգնեմ եւ դուք իրականացնեք ձեր ֆլեշմոբը։ Ներկայացեք։ Հայրապետյան Միկա, մարտահրավեր եմ նետում Հայկ Շահբազյանին, Հայկ Ալեքսանյանին եւ Հայկ Ղազարյանին։ Շնորհակալություն, ես մի քիչ այն կողմ գնամ, դուք ձեր գործ արեք։ Գայտա Պետրոսյան, մարտահրավերը նետում եմ Միրանց Արուկյանին եւ Լիլիթ Հովանեսյանին։ Խնդրեմ։ Մի րոպե ես մի քիչ հեռու կանգնեմ, որ միկրոֆոն այստեղ եք։ Ես Ջերյանյան Անին եմ, մարտահրավերս նետում եմ իմ եղբորը Արիսի։ Ես Յանաքյան Անին եմ, նույնը, եղբորս Արիսին։ Ես Մկրտչյան Համբարձումն եմ եւ մարտահրավեր եմ նետում դերասան Դավիթ Թադևոսյանին։ Մի րոպե չգաս առաջ։ Դու հիմա պատկերացնում ես, որ ալիքով է գնալու քո մարտահրավերը ու ինչ հաղորդումով։ Ոչ։ Չեմ կարող։ Ուպս։ Թաքնված տեսախցիկն է ձեզ նկարահանում, ուպսը խնդրում եմ ձեռքով արեք այստեղ։ Օպերայի բակում արև կա, կարող եք գնալ չորանալ։ Ալեքսանյան Հայկ։ Մարտահրավեր եմ նետում Սրապին Հունանյան։ Հունանյան Սրապ ջան, մարտահրավերը ընդունիր։ Խնդրեմ, մի քիչ այն կողմ կանգնեմ, որ չթրջվի եւ սկսենք։ Իմ անունն է Հայկ Ղազարյան, մարտահրավեր եմ նետում Հայկ Ալեքսանյանին, Դանիելա Հենսին, այդ երկուսին։ Դե սկսենք ձեր մարտահրավերը, նետել եք, ջրվեք։ Ձեր բաղդիքը անուշ։ Դե հիմա ինչ եք կարծում, ինչ էր նկարահանվում։ Ձեզ նկարում էր թաքնված ուպսը, խնդրում եմ ձեր։ Պատվիրեք մեզ թաքնված ուպսի նաև դուք ուղարկեք դրանք հետևյալ հարցադրումով։ Սա կարող եք նկարահանել Երևանում։ Մենք ընտրելու ենք դրանցից լավագույնները, հետաքրքիրներն ու հնարավորները նկարահանենք եւ ցուցադրենք ձեր կողմից։ Ուղարկում եք դրանք hidden-gigs.oops@tv.am ինտերնետային հասցեով։ Ես անհամբեր սպասելու եմ հենց այդ վիդեոլինքերին։ Դե պարզ է, թաքնված ուպսի անձնակազմի մարտահրավերն ինձ էր ուղղված։ Ես արդեն մասնակցել եմ դրան, բայց ուպսին մերժել չէր լինի։ Հետևաբար, ես իմ մարտահրավերն ուղղում եմ Սոնա Շահգելջյան ու սպասելու եմ Սոնա, ես պատրաստ եմ։ Թաքնված ուպսի եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Տեսություն։